Պարոն Հոսեյնի, Իրանի հետ բանակցություններում կա առաջընթաց, բայց Թեհրանը դեռևս չի պատրաստվում թողնել կարմիր գծերից այն կողմ անցնի ամերիկյան առաջարկները։ Սա ասել է Վենսը լրագրողների հետ զրույցում, ուզում ենք ընդհանուր առմամբ հասկանալ Իրան-Ամերիկա բանակցությունների երկրորդ ռաունդը ինչպես է գնահատում, հայտարարությունները եւ այսպես շարունակ, եթե շարունակվի բանակցությունները, բանակցային ընթացքը, արդյոք հնարավոր պատերազմից կարող են խուսափել կողմերը, ինչպես գրում է Արևմտյան մամուլը։ Իհարկե միշտ բանակցությունները եւ դիպլոմատական զվաչափ է փոխարինողը պատերազմին եւ երկու երկիրները առաջնություն են տալիս, բայց մենք վստահ չենք ամերիկական կողմին, որ ինչ նպատակներ ունեն, գուցե առաջվա 12 օրվա պատերազմի ժամանակ են առնում բանակցությունները օգտագործում են, որպեսզի ժամանակ առնեն, մենք տեսնում ենք հիմա ռազմական ակտիվությունը Իրանի շուրջ Միացյալ Նահանգների կողմից եւ բոլոր բաները, բոլոր սցենարները Իրանը սեղանի վրա ունի, այսինքն համ դիպլոմասիայի համար, դիպլոմատական գործընթացների համար պատրաստ է եւ պատրաստությունը հայտնել, համ պատերազմի համար նույն ժամանակ, որ մեր դիվանագետները Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մեջ են, Իրանի զինված ուժերը Փարսից ծոցում Հորմուզի նեղուցում զորավարժություն են անում եւ սա ցույց է տալիս, որ համ դիպլոմատական կառույցը, համ ռազմական ուժերը Իրանը լիարժեք պատրաստման մեջ են, մենք համ պատրաստ ենք բանակցությունների համար, համ պատրաստ ենք պատերազմի համար։ Պարոն Հոսեյնի, Հորմուզի նեղուցը փակվեց մի քանի ժամով, պատճառն այն էր, որ Իրանը զորավարժություններ է անցկացնում, բայց մենք կարող ենք ասել, փորձագետները հիմնականում հակված են նրան, որ նեղուցը փակվեց հստակ ազդանշանով դեպի Ամերիկան, որովհետև գիտենք, որ Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհի նավթի 20%-ը, հա, այդպես է գնում։ Ընդհանուր առմամբ ինչպես կդիտարկեք այս արդյոք, սա հենց ուղղված էր Ամերիկայի իշխանություններին Թրամփի վարչակազմին։ Միանշանակ այդ իրադարձությունների հետ ուղիղ կապ ունի, եթե ռազմական ուժերը գուտակվում Իրանի շուրջ, Փարսից ծոցում, Իրանը պետք է ուժ ցույց տա, որ այդ նեղուցը վերահսկելի է Իրանի համար եւ նաեւ շուտով Իրանը հայտարարել է, որ երակոմ զորավարժություն է լինելու համ Ռուսաստանի, համ Չինաստանի հետ հենց Հորմուզի նեղուցի եւ նեղուցի մոտակայում, դա էլի ուժի ցույցադրում է եւ ցույց է տալիս Իրանը միանակ չի եւ գործընկերներ ունի, դաշնակիցներ ունի, որը շահագերգիր են Իրանի անվտանգությունը, ամեն դեպքում ինչ որ տեղի է ունենում Իրանի հոգևոր առաջնորդը երեք նշեց շատ Թրամփը միշտ հայտարարում է մեծ նավեր են բերել եւ շատ ուժեղ զորքեր են բերում Իրանի շուրջ եւ Իրանն էլ ասեց իհարկե այդ նավերը վտանգավոր են, բայց մենք էլ վտանգավոր զենքեր ունենք, որ այդ նավերը կարան խոսեն։ Այդ ամենը հայտարարեց Խամենեի մակարդակով, չէ՞, ամեն դեպքում հենց Իրանի գերագույն առաջնորդը այդ ամենի մասին խոսեց, բայց ընդհանուր առմամբ, հա, պարոն Հոսեյնի, ինչպես է գնահատում արդյոք բանակցային ճնշումը կարող է այնպես լինել, որ Իրանը տեղի տա ու զիջի։ Նաև մի դիտարկում անեմ, հա, ընդամենը անցած շաբաթ ուրբաթ օրը Բիբին էր այցելել ԱՄՆ, այնտեղ խոսել էր Թրամփի հետ ու 2.5 ժամ բանակցություններ էին տեղի ունեցել փակ դռների հետևում եւ բանակցությունների հիմնական թեման եղել էր Իրանի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Ընդհանուր առմամբ ինչ ենք հասկանում Բիբին, Նեթանյահուն նույն մտահոգված է Իրան-ԱՄՆ բանակցությունների թեմայով, այսինքն իրեն ձեռնտու չէ իր շահերին։ Միանշանակ ձեռնտու չէ, դա նորություն չի, երբ որ Իրան եւ ԱՄՆ եւ Իրան եւ Արևմուտքը բանակցությունների գործընթացների մեջ են եղել, միշտ էլ Բիբիը փորձել է խանգարել այդ գործընթացները, փորձում է այլ ուժերի ձեռքով, հիմա կոնկրետ Միացյալ Նահանգների ձեռքով Իրանի հարցը լուծել, իր համար ավելի էժանացնում, Իրանը հայտարարել է, որ
եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա, այդ բաներից, այդ բادرազմից Իսրայելը անվնաս չի մնա եւ Իրանը կթիրախավորի Իսրայելը եւ նաեւ բոլոր դարաշրջանը կներգրավի այդ բادرազմի մեջ, դրա համար շատ ակտիվություն ենք տեսնում Փարսից ծոցի արաբական պետությունների մեջ եւ նաեւ Թուրքիա նաեւ Ադրբեջանը, որ փորձում են միջնորդի դեր խաղան եւ խոսափեն բادرազմից, որովհետեւ Իրանը հայտարարել է այս անգամ բոլոր հարևան երկրներում Միացյալ Նահանգների ռազմաբազաները Իրանի համար օրինական թիրախ են դառնալու, դա շատ զեսպող սիգնալ էր բոլոր գոմերի համար եւ նաեւ Իրանի հոգեվոր առաջնորդի հայտարարությունը երեք ցույց է տալիս, որ Իրանը ոչ մի բանից բادرազմից չի վախենում եւ բادرազմի դեպքում շատ զաներ գին կարա վճարեն բոլոր այդ մասնակից երկրները, դրա համար պետք է շատ հաշվարկներ անեն, եթե բادرազմ կատարվի, այդ բادرազմը 12 օրվա բادرազմի նման կարճ չի տևելու, Իրանը ասել է, որ երկար է տևելու եւ պատրաստ է երկար ժամանակ բادرազմը, Թրամփը դա էր, որ դիմեց բանակցությունների գործընթացներին, որովհետեւ Թրամփի վարչակազմը Վենեսուելայի նման կամ այլ տարբերակների նման ուզում է շատ կարճ լինի, եթե բادرազմը լինի, արդյունավետ լինի, բայց այդ հաշվարկները Իրանը փոխում է իրանց մեջ, որովհետեւ ցույց է տալիս, որ կարա շատ երկար դեպի բادرազմը Իրանը այս անգամ զինադադար չի հայտարարի, եթե բادرազմի սկիզբը իրենց որոշումները կլինի, բայց վերջը իրենց չեն կարող որոշեն, Իրանի դարաշրջանում Իրանը մենք գիտենք, որ Իրանը այս դարաշրջանում կարա շատ բաներ փոխի, տարբեր դարիներ շարունակ այդպես է եղել եւ Իրանը ուժ է դարաշրջանում եւ կարա ուժային բալանսը խախտի